Սենց տեսարանով հանգիստ, ինձ թվում է շատերը կամ եթե ոչ շատերը, ապա սաղ կերազեն։ Գտնվում ենք Սևանա լճի աջ ափին։ Աղթամար կղզին տենում եք, աղթամար եկեղեցին։ Ուրեմն, ունենք եռահարկ առանձնատուն, ընդհանուր շինության մակերեսը 550 պլյուս քառակուսի, իսկ ընդհանուր հողի մակերեսը 4500 պլյուս քառակուսի։ Ունենք լողավազան, ունենք անվտանգության սենյակ, քանի որ տունը շատ մեծ է, շատ արագ նայում ենք, տենում ենք ինչ կա ու անցնում ենք առաջ։ Ուրեմն նախասրահ։ Գալիս ենք մեծ ընդարձակ հյուրասենյակ։ Բոլոր պատուհաններից գեղեցիկ հրաշք տեսարանը ապահոված է։ Դիմացից դեպի Սևան։ Նու եկեք մի հատ ստենայինք, հետո նոր կեթանք վերև։ Այսպիսի ընդարձակ տուն, որը կարա ձեզ ծառայի որպես հյուրանոց, կարա ծառայի հանգստի գոտի, ինչ որ կցանկանաք։ Երկու տեղից ունենք աստիճաններ դեպի վերև, երկրորդ հարկ, գնացինք։ Երկրորդ հարկ, նախասրահ կամ հյուրասենյակ, լավ։ Ունենք 1, 2, 3, 4 ննջարան, եթե ոչ 5։ Սանհանգույց, սենյակներից որոշները ունեն իրենց սանհանգույցները։ Եկեք մի հատես բաց պատշգամբի տեսարանն էլ վայելենք։ Խնդրեմ, ես տուն այնքան մեծ է, որ առանց շունչ կտրվելու չես հասցնի ամբողջությամբ ներկայացնես։ Այս տեսարանի համար, այս զգացողությունները ունենալու համար հաստատ արժի այստեղ մի բան կազմակերպել։ Եվ իհարկե գնում ենք երրորդ հարկ, որը որ խաղասրահ է հանդիսանում մեր համար, կարա կահավորեք որպես խաղասրահ։ Ու ձեր հաճելի ժամանակը անցկացնեք այստեղ Սևանում լողանալուց հետո։ Խնդրեմ, վայելեք տեսարանը։ Եթե դուք լուրջ տրամադրված եք, ունենաք այս հատվածում ինչ-որ մի հատ կայացած բիզնես, հյուրանոց, հանգստյան տուն, ինչի չէ նաև օրավարձով կամ ամսավճարով երկարաժամկետ, այս տունը իդեալական տարբերակ է։ Շատ քիչ բարեփոխումների արդյունքում կունենաք մի հատ հիասքանչ նախագիծ, որը որ ձեզ կապահովի եկամուտով։ Այս տեսարանի համար հավատացեք շատերը կուզենան զուտ գան այստեղ, թեկուզ մի օր, մի ամիս ապրեն։ Ուրեմն պայմաններին ծանոթանալու համար խնդրում եմ զանգահարեք նշված համարներով, ծանոթացեք պայմաններին, եթե արդեն կուզեք ֆիզիկապես կգաք, տունը կտեսնեք ու կորոշեք ինչ եք անելու։ Լավ տարբերակ է, լավ շանս է, օգտագործեք։